Բարև ձեզ Factor TV հյուրը քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն է, ողջույն, պարոն Մելիքսեթյան։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի, եթե Հայաստանի սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխան չհամարի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, քանի որ խաղաղության գործընթացը, խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն, սա առաջարկ էր Բաքվին Հայաստանի կողմից ստորագրեք, վավերացրեք, եթե խնդիրներ առաջանան, ըստ այդմ կկառավարենք, դուք ինչպես եք տեսնում։ Երևի կարելի է դիտարկել այդ տրամաբանության տակ, որովհետև մենք գիտենք Ադրբեջանը բազմաթիվ անգամ այդ երկու նախապայմանն է նշում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարկումը եւ այս երկրորդ, այսինքն սահմանադրության մեջ պրեամբուլայի մեջ տարածքային պահանջները իրենց տեսակետից, Ադրբեջանի նկատմամբ Հայաստանը փորձում է լուծում տալ, երևի որ ավելի շուտ այդ խաղաղության պայմանագիրը կնքվի եւ չսպասենք մինչեւ 2026 թվականի հետընտրական այդ գործընթացները, Նիկոլ Փաշինյանը ասում է ըստ էության, եթե Ադրբեջանը իրապես ունի մտահոգություններ, ապա դա կփարատվի խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո, այսինքն երբ որ ուղարկենք սահմանադրական դատարան վավերացման, եթե համապատասխանի սահմանադրությանը, դա եւս մեկ անգամ կնշանակի, որ Հայաստան չունի օրինակ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն որպես պետություն, իսկ եթե չհամապատասխանի, կփոխենք սահմանադրությունը, բայց նաեւ շատ կարեւոր հարց է, արդյոք Ադրբեջանը ունի պատճառներ նման տարբերակ ընդունելու։ Ես կարծում եմ Ադրբեջանի մտավախությունները այնքան նույնիսկ կապված չեն ներկա պահի հետ եւ Հայաստանի ներկա իշխանությունների, ինչքան այն հետընտրական գործընթացների, որ կարող են լինել Հայաստանում 2026 թվականից հետո, այսինքն մի կողմից Ադրբեջանը հիմա աշխարհաքաղաքական այդ բառը օգտագործելով միջավայրը չի նպաստում խաղաղության պայմանագրին, այսինքն կան որոշակի մտավախություններ կապված Ռուսաստանի հետ, կապված Արևմուտքի հետ, կապված նաև արևմուտքից ստացվելիք ինչ որ պրոֆիտներից այդ գործընթացի գնալու համար եւ Ռուսաստանի հնարավոր ագրեսիվ քաղաքականությունից ինչ որ երաշխիքներ նաև ստանալու ու նաև երրորդ թեման դա Հայաստանում այսպես կոչված իրենք դա անվանում են ռևանշիստների վերադարձը, բայց ակնհայտորեն իրանք իհարկե առայժմ այդ մոտիվացիան չունեն հիմա գնալ այդ լուծումների քանի որ ակնկալում են, որ կարող է իրավիճակը հետագայում փոխվել ու փորձում են մի հատ հասկանալ ինչ ներքին գործընթացներ են լինելու Հայաստանում։ Իմ ընկալումը այսպիսին է եւ կարծում եմ հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը այդ նշված տարբեր պատճառներով մինչ հիմա չի գնում խաղաղության գործընթացի, բայց որոշակի փոփոխություններ Ադրբեջանի ներսում այնուամենայնիվ կան։ Որոնք են։ Օրինակ վերջին շրջանում ադրբեջանական դասագրքերի հեղինակներից մեկը նշեց զրույցում, որ տեքստերը փոխվում են ըստ նրա, որ այլևս ոչ թե բոլոր հայերն են ներկայացում, օրինակ նախկինում նշում էր հայերը օկուպացրեցին մեր տարածքները, սպանեցին անմեղ մարդկանց խոջալուն եւ այլն, այդ նարատիվները լավ ծանոթ են ադրբեջանական, արդեն հստակ տարանջատումի տենց պահանջ է դրված, անձանց վրա է դրվում, որ ասենք ինչ որ հայկական, անօրինական, ռազմական միավորները, այլ ոչ թե էթնիկ հայերը որպես այդպեսին, այսինքն այդ միկրոփոփոխությունները կան նարատիվների ու ես կարծում եմ իհարկե Ադրբեջանը ունի եւ խաղաղության ծրագիր, այսինքն խաղաղության ծրագիր, որ ենթադրում է մի քանի տարվա գործընթաց եւ ունի իհարկե ինչ որ չնախատեսված զարգացումների ծրագիր, որը ռազմական սցենարն է, Տեսեք, Ադրբեջանի համար ձեր կարծիքով ավելի նախընտրելի է գործ ունենալ արմատական դիրքերից հանդես եկող Հայաստանի նախկին իշխանությունների հետ, որոնք գալով իշխանության 2026 թվականին չի բացառվում, որ օրինակ բանակցային պայման դնեն արցախցիների Արցախ վերադառնալու հարցը եւ ըստ էության գործընթացը մտնի փակուղի, քանի որ Ադրբեջանն էլ դնելու է դրանի պատասխան ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու հարցը։ Չէ՞ որ սա ըստ էության կարող է փակուղի դարձնել process-ը, նրանց ձեռնտու չի Փաշինյանի իշխանության հետ կնքել խաղաղության համաձայնագիրը, այդ հարցը շրջանցել նաև իրենց համար եւ եթե նույնիսկ Հայաստանում փոխվի իշխանություն, արդեն իսկ կնքված նմանատիպ համաձայնագրով գործ ունենան հաջորդ իշխանությունների հետ։ Այ ինչ եք մտածում, ինչ հաշվարկներ ունեն 26-ի հետ կապ։
Կարծում եմ մի ուրիշ հաշվարկ կա, որ եթե հիմա ակնհայտ է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ազդում է նաև հայաստանյան ներքին քաղաքական դաշտի վրա, այսինքն Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը բերում է նրան, որ պայմանական այն ուժերը, որոնք դեմ են խաղաղության գործընթացին, նրանք ավելի մեծ քվեի ստանալու հավակնություն են։ Ուժեղանում են։ Այսինքն, ինչքան ագրեսիվ է Ալիևը, ինչքան նոր պահանջներ է դնում, այնքան պարզ է, որ Փաշինյանի քաղաքականությունը գնալ խաղաղության հարցեր է առաջացնում եւ քննադատություն է առաջացնում եւ պարզ է, որ ընդդիմադիր դաշտը դա օգտագործելու է կապիտալիզացնելու եւ կարծում եմ Ադրբեջանում էլ են սա հասկանում, այսինքն կա այս երկընտրանքը մի կողմից իրենք շատ կոշտ չեն ուզում լինել եւ հասկանում են այդ ազդեցությունը եւ գուցե նաեւ ինչ որ գործընթացներ լինեն մինչև ընտրությունները իմ ընկալումը դա է որ Ադրբեջանը տեսքով, հա, ու հետաքրքիր է ինչ է ստորագրվելու, հա, ասենք դա լինելու հենց այդ խաղաղության պայմանագիրը, որից հետո ինչ որ նոր թեման, մենք գիտենք կոմունիկացիաների թեման կա դրանից հետո կամ այլ ինչ որ գործընթացներ են լինելու կարգավորման, գիտենք որ ստեղծվեց այդ առաջին նախադեպը եղավ հայ-վրացական ադրբեջանական, հա, ինչ որ ձևաչափ փոխարտգործնախարարների այդ բանով հանդիպման Թբիլիսիում, այսինքն կան որոշակի նմանատիպ զարգացումներ, բայց կա նաև այդ զգուշավորությունը, բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կցանկանար, որ Հայաստանում ինչ-որ ավելի արմատական ուժեր կային իշխանության, որովհետև այնուամենայնիվ իրենց հիմնական մտավախությունները հենց այդ կոպիտ ասած հնարավոր ռեաբիլիտացիայի հետ է կապված այս հակամարտության Իհարկե, եթե դա լինի, իրենք որոշակի դա պարզ է, որ օգտագործել են ավելի ագրեսիվ քաղաքականություն վարելու Հայաստանի նկատմամբ։ Ավելի պատերազմական, հա, ցույց տալով այստեղի ռևանշիզմի ագրեսիվությունը։ Այո, այսինքն այդ որ խաղացան հակված չեն, ես էլ պատերազմում եմ ասած։ Ну կամ ոչինչ չփոխել, ուղղակի պահպանվի այն ինչ որ կա, այսինքն փակ սահմաններ եւ նաեւ ճնշում, հա, որ մշտական ինչ որ գործադրում է Հայաստանի վրա։ Ու այս երկընտրանքը իհարկե իրենք էլ ունեն եւ հետեւաբար այս բանը կա, հա, այսինքն իմ կարծիքով հիմա կա ցանկություն եւ որոշակի մանր դրսեւորումներ, որ իրենք նույնպես գնում են որոշակի դեեսկալացիայի, ինչքան էլ նայեք խոսում են մարտից, որ սահմանին կրակում են, հայկական ուժերը եւ այլն, բայց ոչինչ չեղավ, հա, ու իհարկե մեկ կրակում են խնածախ խոզնավար հատվածում, բայց եթե մենք հիշենք նույն դիրքերում գտնվող հայկական գյուղերի ինչ պատկեր էր Տավուշում 2020 թվականից առաջ, ասենք, եթե 2020 թվականի տրամաբանությամբ Ադրբեջանը հիմա կրակի նույն խնածախի խոզնավարի ու կապանի ուղղությամբ, մենք այնտեղ ուղղակի որոշ հատվածներում բնակչություն չի մնա, որովհետև ավելի խոցելի են, քան ասենք Բարեկամավանը Նոյեմբերյանի հատվածում, Այգեպարը, Բերդի տարածաշրջանում եւ այլն, հա։ Հիմա ավելի մոտիկ են ադրբեջանական դիրքերը, բայց այս տրամաբանությունը հստակ տարբերվում է եւ սա նույնպես պետք է հասկանալ եւ իհարկե 2020-23 թվականներից հետո Հայաստանը ունեցել է կորուստներ եւ կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնց մասին հաճախակի խոսում են եւ մենք գիտենք, որ կա անվստահություն Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ, հիմնական մեկնաբանությունը այն է, որ Ադրբեջանը մենք ինչ են անենք գնալու է պատերազմի եւ այլն, բայց եթե հիմնական նպատակները եւ մոտիվացիան նույնը լինեին, ինչ եղել են մինչեւ 2020-2023 թվականները, պետք է մենք նաեւ հաշվի առնենք, որ հիմա մենք Սյունիքում լրիվ ուրիշ պատկեր կունենայինք, հա, ու սա նույնպես, այսինքն այս բարդությունները պետքա գնահատել բոլոր դետալներով, ոչ թե sense ընդհանուր ինչ-որ պատկերների համատեքստ։ Իսկ այսպես նախկին իշխանությունների օրակարգը այս թեմայով ձեր ընկալմամբ ինչով է տարբերվում Փաշինյանի օրակարգից, որին մեղադրում են Ալիևի առաջ ծնկելու, ոչ արժանապատիվ բանակցելու, այդ Տիրանայի հանդիպան մեկնաբանությունները հայաստանյան ընդդիմադիրների մոտ դուք տեսաք, հա, որ ոչ արժանապատիվ եք բանակցում, Ռոբերտ Քոչյանի հարցազրույցն էլ է լրացնում այդ մեղադրանքները ոչ արժանապատիվ խաղացան, որպես Հայաստանի քաղաքացիներ, այս իմաստով մենք ինչ պետք է իմանանք, այսպես պայմանական ասած նախկինների եւ ներկաների ծրագրի տարբերության։ Կարծում եմ նախկիններն էլ միանշանակ չեն, այսինքն կա պայմանական քոչարյանական, սերժական հատվածը, դե լևոնականները կան ու կան, այսինքն ավելի նախկինների նախկին, հա, ու
իհարկե այդ դիրքորոշումները նույնական չեն, կա ընդհանուր քննադատական մոտեցում Նիկոլ Փաշինյանի քաղաքականության նկատմամբ, Նիկոլ Փաշինյանը դիտարկում է որպես ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ, այդ ձեր ասած ոչ արժանապատիվ բանակցություններ վարող եւ այլն, բայց Հայաստանի առաջնորդներից ոչ մեկը այսպեսի իրավիճակում չի գտնվել, երևի ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի մինչև 92 թվականի վերջերը ու 93-ի սկիզբը, երբ որ պատերազմի ընթացքում որոշակի փոփոխություն միտում կատարվեց եւ հայկական ուժերը սկսեցին վերադարձնել կորցրած տարածքները ու նոր տարածքներ գրավեցին այդ 7 շրջանները հայտնի պատմություն եւ այլն։ Բայց իհարկե իմ կարծիքով առաջինը կա հստակ մարտավարություն, երբ որ պետք է քննադատել Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլը եւ սա նախընտրական դրամաբանությամբ, նախընտրական գործընթացի դրամաբանության մեջ լրիվ հասկանալի է, որովհետեւ այլ ձևով ինչ որ պետք է տարբերվեն ինչ որ իմաստով, ու քաղաքական բոնուսներ հավաքել չես կարող, ձայներ չես կարող հավաքել, չես կարող ասել ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ընտրեք ինձ։ Կորցնում ես Փաշինյանը ճիշտ է անում, ընտրեք ինձ, չի լինում այդպես։ Ու երկրորդը իհարկե իմ կարծիքով, եթե մենք խոսում ենք նախկինների քոչարյանական թևի մասին, նաև կա որոշակի ակնկալիք, որ կարելի է բարելավել հայ-ռուսական հարաբերությունները այնպես, որ Ռուսաստանը այդի ինչ որ օգնություն, աջակցություն կցուցադրի Հայաստանին եւ օգտվելով այդ օգնությունից ավելի բարենպաստ պայմաններով կարելի է խաղաղություն կնքել։ Իհարկե այստեղ պետք է ֆանտաստիկայի ժանրի ինչ որ գործընթաց համարել Արցախ վերադառնալու եւ այլ նման խոսակցությունները, որովհետեւ Քոչյանը հավանական համարում էր կարճելով նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ասում է փոքր է շանսը, բայց դրանով հնարավոր չի կարող դա ասենք հակառակու այդ հույսը նույնպես համարել, որ հիմքեր չկան, բայց ես վստահ եմ, որ եթե մենք խոսում ենք լուրջ բավական ռացիոնալ քաղաքական մտածելակերպից, իսկ ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը այնուամենայնիվ այդքան միամիտ չի, որ հավատում է, որ արցախցիները կարող են վերադառնալ, այստեղ հստակ որոշակի քաղաքական նպատակներով մանիպուլյացիա է եւ նաեւ քաղաքական հույսեր են, որ եթե հակառակն ասի, որոշակի ընտրազանգվածի ձայներից նաև զրկվելու է։ Այդպես ազգայնական ինչ-որ մարդկանցից, որ Քոչյանը հաղթող ուժեր կգա, կվերադառնա, արցախցիներին հետ կտանի եւ այլն։ Այո, դուրդե Ռոբերտ Քոչարյանը իր նաև մտածելակերպով մնացել է 2000-ականների սկզբին, եւ որ հայկական կողմը այդ դիրքերում էր, ադրբեջանական կողմը ու միջազգային հարաբերությունները այդ դիրքերում էին, ու քանի որ այդ պայմաններում իրեն հաջողվել էր որոշակի արդյունքներ հասնել, եւ նաեւ այդ մադրիդյան սկզբունքները իր օրոք են, Վարդան Օսկանյանի եւ այլն, բայց դրանք այն 90-ականների առաջին կեսի հաղթանակների արդյունքների կապիտալիզացիան էր, որ Ադրբեջանը ուժի ճանապարհով չէր կարող հարցը այլ ձևով լուծել, ու արդեն դիվանագիտական լուծումը ենթադրում էր որոշակի նորմեր, այդ թվում ինքնորոշման իրավունքի ճանաչում։ Երբ որ ուժերի դիրքորոշումը փոխվեց, մենք հետո հիշում ենք գնալով Ադրբեջանի դիրքորոշումն ավելի էր կոշտանում, այլ ընտրանքներ առաջանում, այսինքն նույն 2008 թվականից դիվերսիաների բնույթը հիշում ենք մարտի հենց սկզբից փոխվեց եւ սկսվեց ավելի ակտիվ ճնշումը ռազմական նաեւ Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից։ Այս առումով կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը կորցրել է մոտ 17 տարի, եթե ոչ ավել, ու եթե վերադառնալ նույն տրամաբանությամբ քաղաքական հարցերի լուծումներին, ինքը ավելի ծանր պայմաններում է հայտնվելու ակնհայտորեն, քան Նիկոլ Փաշինյանը, Ինչ առումով։ Դե որովհետև այլևս Ռուսաստանը չի, Ադրբեջանը չի։ Հաշվարկները այսինքն նախկինի վրա են, բայց այսօր լրիվ ուրիշ աշխարհ է։ Միջազգային հարաբերությունների, Հայաստանի քաղաքականության ու ռեսուրսների նաև այն ինչ որ 2000-ականների սկզբին Ադրբեջանի պահվածքը, այն ինչ որ 2000-ականների սկզբին, որովհետև եթե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նույն ինտենսիվության ճգնաժամներ լինեին, ասենք ապրիլյանի հետ համեմատելի եւ այլն, եւ դեռ հստակ չի ինչպես ինքը կարձականքեր, կամ այս դիրքերից ելնելով, այս հարաբերություններից ինչպես կարձականքեր։ 2000-ականների սկզբի Հայաստանի նախագահ լինելը առաջնորդ լինելը մի դեր է եւ մի հարաբերություններ են, 2020-ից 23-ից հետո դա լրիվ այլ երկիր է, լրիվ այլ հարևաններով, լրիվ այլ հարաբերություններով եւ իհարկե կարելի է մտածել, որ ամեն ինչ կապված էր իր անձի հետ եւ իր սուպեր կարողությունների հետ, բայց իհարկե այդպես չի։ Միջազգային հարաբերությունները այլ են, Ռուսաստան-Ամերիկա հարաբերությունները այսքան կարելի է հիշել 94 թվականն է, որ Ադրբեջանում ինչ
ծիծաղելի բաներ, քարոզչություններ, մենք գիտենք Հեյդար Ալիևին հաջողվեց Հորադիզ Ավանը հետ գրավել 94 թվականի սկզբին եւ ինքը դա Ադրբեջանում զինադադար է 94 թվականի ադրբեջանական պատումը այն էր որ մենք կասեցրեցինք հայկական ագրեսիան շպրտեցինք թշնամուն հետ Հորադիզի ազատագրումը բանը բայց Հորադիզի ազատագրումից հետո իրանք նաեւ այլ գյուղեր են կորցրել ասենք Ֆիզուլի հատվածում այդ Ղարախանբելին Աղդամի հատվածում այդ ճանապարհին զուգահեռ մինչև Բաշքարվենդ գյուղը հայկական զինուժը գրավում էր ու առաջ էր գնում իհարկե մեծ կորուստներով բայց հայկական զինուժը առաջ էր գնում այդ առումով իհարկե ու բավականին ստորացած վիճակում էր ու հայկական զինված ուժերն էլ 95 թվականին ինչ որ գործողություններ են անում նոր տարածքներ էին գրավում օրինակ Նախիջևանի հատվածում դրանից հետո էլ են գրավում ու Ադրբեջանում արձագանք չկար որովհետև իրանք ուղղակի լռում էին դրա մասին դա Հայաստանն էր 2021 թվականի այո որովհետև այն ժամանակ Ադրբեջանը այլ ռեսուրսներ ուներ, բայց իրանք ունեն նաև երկար մարտավարություն, հա, ինչպես են լուծելու այս հարցը։ Դրանցից մեկը խաղաղ ճանապարհներ, երկրորդը ռեսուրսներ կուտակելու պայմաններում գնալով ավելի ու ավելի ռազմական ճանապարհի վրա կենտրոնանալներ։ Այ պարոն Մելիքսեթյան, այս կուզեի խոսենք նաև Ռուսաստանի կամ այսպես երրորդ ուժերի դերակատարման մասին, բայց երևի կարևոր կլինի հատկապես Ռուսաստանի գործոնի վրա անդրադառնալ, որովհետև նույն պարոն Քոչյանը կամ այլ անձինք էլի դիտարկում են այս խաղացողին մի պետություն, որը կարող է հոգուտ մեծ ընտրություն կատարել, իդեմս ընդդեմ ավելի շուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի այսօրվա պայմաններում, հա, եթե մենք վերականգնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, եթե երևի թե արևմուտքի հետ այսքան սերտ չլինեն, հակառակը մի քիչ բելարուսանալը չի խանգարի, ասենք հակարևմտյան տրամաբանություն եւ այլն, եւ Ռուսաստանը կօգնի մեզ։ Այս վերջերս երբ որ Լավրովը Երևանում էր, մեր լրագրողը հարցնում էր Factor TV-ի հարցը ռուսական զենքի մասին էր, վաճառքի մասին եւ Լավրովը ուղղակի հայաստանյան լսարանի համար էր խոսում, ասելով որ 90-ականներին այդ ձեզ ենք զենք վաճառել, մինչդեռ նա չէր պատասխանում թե ինչու է 2010-ականներից հատկապես Ադրբեջանը ինտենսիվ զենք վաճառել, որը ծառայել է այսօրվա պատերազմում հաղթելու համար։ Այսինքն սա մի պետություն է, որը ունի եւ բիզնես շահեր, այո, եւ աշխարհաքաղաքական շահեր, այս երկու պետությունների մեկ սրա կողմ է, մեկ նրա կողմ է, այսինքն ինքը որոշում է կոնֆլիկտի այս կամ այն հաջողությունը ում պետք է անցնի։ Ադրբեջան վերջերս լուրջ քննարկումներ են այս Լավրովի հայտարարությունից հետո, որ տեսեք Լավրովի դիմակը պատռվեց, նա խոստովանեց, որ մեր տարածքները զավթվել են ռուսական զենքով։ Ինչ է նշանակում այսօր կրկին ապավինել Ռուսաստանին։ Այ Հայաստան-Ադրբեջան կոնտեքստում ինչ է նշանակում եւ հայ-ռուսական հարաբերություններում ինչ է նշանակում։ Իմ պատկերացումը այն է, որ ապավինել Ռուսաստանին նշանակում է պահպանել կոնֆլիկտը եւս որոշակի ժամանակ հույսեր ունենալով, որ դա մեզ արդյունքում ինչ որ բոնուսներ կտա, բայց պետք է հասկանալ, որ նույնիսկ լավագույն դեպքում, եթե համարենք Ռուսաստանի դիրքերը, հա, որ ուժեղ էին տարածաշրջանում 2008 թվականից հետո այն ինչ մենք արդյունքում ստացանք, դա ռուսական ներկայության հայտներ Լեռնային Ղարաբաղի տարածքում, այսպես կոչված Լավրովի պլանը, որը իհարկե շատ վատ տեսքով իրականացավ 2020 թվականի նոյեմբերի հայտարարության տեսքով, հետո ռուսական այդ ստորաբաժանումը խաղաղապահ դուրս եկավ Արցախից կարծես ոչինչ բնակչության հետ, ու հետեւաբար եթե մենք ենթադրում ենք ինչ է ենթադրում ռուսական ներկայությունը, դա հստակ իրենք չեն վերադառնալու Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը անհնար է։ Այդ չեն ստիպի Ադրբեջանին հարկադրել, չգիտեմ, ինչ որ մի ձև, որ հայերին վերադարձնեք նոյեմբերի 9-ի հայտարարությունն են իրագործում։ Հիմնական խնդիրը Ադրբեջանի հետ կապված է նաև նրա այն հարցն է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները Ռուսաստանի, դա Ադրբեջանի հետ հարաբերություններ չեն։ Դա նաև Թուրքիայի հետ այսինքն Ադրբեջանը ունի թիկունք Թուրքիայի տեսքով եւ նույնիսկ շատ ավելի բարենպաստ պայմաններում Ռուսաստանը ռիսկեր չի արել Թուրքիայի հետ հակամարտության մեջ մտնելու, այսինքն ինքը հիմնականում նույն Սիրիայում կիսեց ազդեցության գոտիները Թուրքիայի հետ, մենք գիտենք հիմա Հական Ֆիդանն է գնում Մոսկվա եւ նույն ոճով նույնիսկ Ուկրաինայի հարցում հակասություններ ունենալով նրանք պատրաստ են Թուրքիայի հետ խոսել
եւ ակնկալել, որ այս դիրքորոշումը կփոխվի, երբ որ հայկական դիրքերը շատ ավելի թույլ են, քան եղել են երբևէ 90-ականների սկզբից, 92 թվականին, որ Արցախի կեսը ադրբեջանական վերահսկողության տակ էր ու մի մասը գրավել էր նաեւ ռուսական միջայլոց տարբեր ստորաբաժանումների օգնությամբ, այնուամենայնիվ Արցախի մի մասում կար հայկական բնակչություն, հա, ու հետո այդ պատերազմի տրամաբանությունը փոխվեց։ Հիմա չկա այդ ամենը, ու պարզ է, որ Ռուսաստանը չի տանելու ուժով հայերին չի վերադարձնելու այդ տարածքը։ Իսկ եթե միութենական մտնենք, նույն պետության ես վստահ եմ, որ դա գուցե այդ դեպքում օգնի։ Սա 30 Հայաստանի նախկին քաղաքականության տրամաբանությունը զիջել Ռուսաստանին ինչ-որ բան, հա, ինչ սուվերենության, ինչ-որ մասնիկներ, հետո սեփականություն ոնց էր գույք պարտքերի դիմաց այդ գործընթացը, հետո նաև համատեղ այդ հոբ համակարգը ստեղծվեց, ինչ որ Իրանի հետ զորամիավորում այլընտրանքային գազամուղ կառուցել եւ տալ Ռուսաստանին, հա։ Այո, այս գործընթացները Հայաստանը արդեն անցել է ու անցել է շատ ավելի ուժեղ Ռուսաստանի հետ, որը դիտարկվում էր հետխորհրդային տարածաշրջանում եւ հարավային Կովկասում միակ մոնոպոլիստը, այսպես ասենք, գեոպոլիտիկ։ 2020 թվականից հետո այդ պատկերը փոխվել է եւ Ռուսաստանը կիսում է տարածաշրջանը առնվազն այդ ազդեցությունը նաև Թուրքիայի հետ եւ պատրաստ է կիսել նաև Իրանի հետ։ Նայեք, Ռուսաստանն է դրա մասին ուղիղ խոսում։ Այդ 3+3 ֆորմատը հենց դրա մասին է։ Նրանք նախկինում դրա մասին չէին խոսում, հա։ Այսինքն գնալով այդ թուլացող ազդեցությունը հստակ ցանկության բացակայությունը հայերի փոխարեն մտնել լուրջ հակամարտության մեջ Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ ցույց են տալիս, որ լավագույն դեպքում ուղղակի Ռուսաստանը մեզ առաջարկելու է մեր տարածքային ամբողջականության ինչ-որ երաշխիք ժամանակավոր, հա, որը ու կոնֆլիկտի պահպանում Ադրբեջանի հետ, հա, որովհետև այդ տրամաբանությունը ենթադրում է, որ մենք ապավինում ենք Ռուսաստանի վրա, չենք զիջում Ադրբեջանին, ակնկալելով, որ Ադրբեջանը դրանից կվախենա եւ ինչ-որ զիջումների կգնա, բայց Ադրբեջանը դրան չի գնալու եւ Ադրբեջանը հստակ մտնելու է այդ հակամարտության մեջ, այսինքն իր դիրքերը չի զիջելու։ Հետեւաբար մենք պահպանում ենք կոնֆլիկտը, ռուսական գործոնը մնում է անորոշ, որովհետև ռուսական գործոնը կայուն չէ եւ ռուսական գործոնի ներկայությունը կախված է այլ զարգացումներից, այսինքն կախված է Ուկրաինայի պատերազմի համատեքստից, կախված է հետխորհրդային տարածաշրջանում ռուսական ազդեցության ուժեղացումից, բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը կորցնում է այդ ազդեցությունը նաեւ այլ գոտիներում։ Կենտրոնական Ասիայում հիմա Ղազախստանը եւ Չինաստանը ինչ տրանսպորտային եւ ինֆրաստրուկտուրային ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացնում, դրանք բոլորը ուղղված են ալտերնատիվ Ռուսաստանին ալտերնատիվ ինչ որ գործընթացների։ Ուզբեկստանը, Қырғызստանն են հիմա նոր երկաթուղի կառուցում, որը բերելու է նրան, որ այդ երկրները ուղիղ կապ են ունենալու Չինաստանի հետ եւ նաեւ Իրանի կամ Հարավային Կովկասով արևմուտքի հետ։ Մենք տեսնում ենք, որ ընդհանրապես նաեւ Բալթյան երկրներն են գնալով ավելի Եվրոպան է ասենց սեփական ռազմական համակարգ ստեղծում եւ այդ ընդհանրումը Ռուսաստանի հետ արդեն պատմական է դառնում եւ երկարաժամկետ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հստակ միտում չունի ռուսական ազդեցության գոտի դառնալու, Վրաստանում իհարկե այս գործընթացները որ կան գուցե ռուսական ազդեցության համար բարենպաստ են, բայց սա նույնպես ժամանակավոր գործոն է։ Երկարաժամկետ առումով Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը ոչ միայն արևմուտքի հետ, արդեն Չինաստանի հետ այդ մրցակցության ընթացքում եւ ենթադրել, որ դա կբերի նրան, որ ինքը Հարավային Կովկասի տարածքում Հայաստանի նկատմամբ այլ քաղաքականություն կորթեգրի, ելի մեր հայակենտրոն աշխարհանկալման արդյունք է, այսինքն ամենտեղ ուրիշ գործընթացներ լինելու, բայց մեր դեպքում հստակ Ռուսաստանը ուժեղանալու է եւ գալու է ազդեցիկ գործոն է դառնալու Թուրքիայի դեմ է պայքարելու, Ադրբեջանի դեմ է պայքարելու։ Դե որովհետեւ մենք աշխարհի կենտրոնում մենք մեզ ենք ընկալում եւ մտածում ենք, որ բոլոր գործընթացները մեզ հետ են կապված։ Եվ ամենագեղեցիկ աչքերը մեր աչքերն են։ Դե մենք կարող է ճիշտ լինի, բայց մնացածը կարելի է վիճարկել ու հետեւաբար իհարկե, եթե այս ընդհանուր պատկերը չենք նայում, մենք կարող ենք ընկնել այդ խապկանքի մեջ։ Իհարկե Ռուսաստանի խնդիրը նաև նրանում է, որ ինքը դեռ շարունակում է մնալ վտանգավոր երկիր եւ ցանկության դեպքում կարող է նաև վնասել Հայաստանին եւ վնասել նաև այլ երկրներին տարածաշրջանում, նաև Ադրբեջանին, նաև Վրաստանին, եւ սա բոլորը հասկանում են եւ զգուշավոր են, հա, ու խաղաղության այս պայմանագրի խնդիրը նույնպես կապված է դրա հետ։ Բայց մի ուրիշ խնդիր կա երկարաժամկետ առումով նաև Հայաստանի տնտեսական զարգացումը եւ այլն ինքը կախված է Ադրբեջանի, Թուրքիայի հետ ընդհանուր լեզու գտնելուն եւ այս միջին միջանց կոչվածի
կարևոր օղակը դառնալու, քանի որ Հայաստանի հենց հյուսիսով է անցնում, տարածքով են անցնում ամենակարճ կոմունիկացիաները Հարավային Կովկասի տարածքով այդ միջին միջանցքի ենթատեքստում, հա, ու նաև Վրաստանը հիմա ունի որոշակի խնդիր, ու քանի որ Ռուսաստանը ունի կոնֆլիկտ Եվրոմիության հետ, այս ժամանակը բարենպաստ պայմաններ են ներդրումներ գրավել եւ ինչ որ այս հարցերում լուծելով կարևոր տրանսպորտային հաբ դառնալ, հա։ Եթե մենք էլի մեր հույսերը դնում ենք, որ Ռուսաստանի համար մենք տուպիկ ենք, Ռուսաստանի համար մենք հիշում ենք նախկինում իրենք ասում են Հայաստանը ոնց էր չիմադան bez ռուչկի հայերեն այդ արտահայտություններ կամ ուրա կորչելու, այսինքն իրենք այդքան մոտիվացիա չունեն մեր վրա նաև ֆինանսական եւ այլ ռեսուրսներ վատնելու։ Այստեղ մի հարց էլ կա, Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստը կամ նույն Ադրբեջանի, ըստ էության կա իրապես երկու ընտրանք, մեկը նույնիսկ չհավատալով, որ Ադրբեջանը իրապես ուզում է խաղաղություն, կբացի կոմունիկացիաները, կստորագրի եւ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ դա չի անի։ Կան նաեւ փաստեր, որոնք վկայում են, որ կան, այսինքն այստեղ շատ անորոշություն է։ Նույնը Թուրքիայի վերաբերյալ Թուրքիայի հետ մենք ունենք արյունալի պատմություն, ցեղասպանության հարցը, այսինքն այսօրվա քաղաքականությունը ուղեկցվում է անցյալի մասին նաև մտորումներով, ներհայաստանյան բանավեճերով եւ այլն։ Այն կոնցեպտը, որ միջազգային խոշոր տղաները կգան այս երկուսին կճնշեն եւ մենք արանքում կշահենք, արդյոք արդարացել է։ Եկեք որոշակի հաշվարկ անենք նաև 91 թվականից մինչև այսօր եղած, հատկապես Տեր-Պետրոսյանից հետո եկած իշխանությունների հաշվարկներ սա, որ օրինակ ցեղասպանության թեմայով Ամերիկան էլ հենց ճանաչի, Թուրքիան չի դիմանա, կճանաչի եւ մենք մեր բոլոր պահանջները կներկայացնենք, չգիտեմ, տարածքային, գույքային եւ հազար ու մի բան, հա։ Նույնը Ադրբեջանի համեմատ Ռուսաստանը մեզ չի դավաճանի կզինի եւ Ռուսաստան ձեռնտու է Արցախում հայերի մնալը, երբեք թույլ չի տա, որ դա անցնի Ադրբեջան, բայց երբ որ այսպես վերջնահաշվարկ ենք, տեսնում ենք, որ այդպես չի, տեղի չի ունեն։ Այս երրորդ ուժեր Հայաստան եւ նրա հարևանների հետ հարաբերությունները դուք ինչ գնահատական ունեք եւ առաջիկայում ինչպես փորձել հարաբերվել, ինչ անել եզրահանգում որպես էլի։ Կամ մի ընդհանուր կկվող թրեք հայերի հարաբերությունների մեջ հարևանների հետ այն թշնամական հարևանների, հա, Ադրբեջանի եւ Թուրքիայի, դա այդ հույսն է ինչ որ արտաքին ուժերի, դա 19-րդ դարի հետ հայկական հայցի առաջացումից հետո Անգլիան, Ռուսաստանն, Ֆրանսիան չի եղել վերջերս էր, հա, սկզբից Ռուսաստանն էր, հետո Մեծ Բրիտանիան էր, հետո Ամերիկան էր որոշ ժամանակ, հա, մինչև մարդիկ կան միշտ այդ Վուդրո Վիլսոնի բանով քարտեզով վազում են Երևանի փողոցներով եւ ոչ միայն եւ հավատում են որ դա կգա այդ պայմաններում իհարկե տարօրինակ չի որ Ռուսաստանի այդ աղանդավորների շարժումը Ռուսաստանին հավատացող ավելի լայն է, հա, մի քիչ ավելի մոտիկ է Ռուսաստանը ու ավելի իրական է, բայց իմ պատկերացմամբ մենք առաջինը սա ենթադրում է, որ մենք էլի ինչ-որ կոնֆլիկտային տրամաբանություն ենք պահպանում մեր հարևանների հետ, այսինքն մենք փորձում ենք ստանալ այն, ինչ իրենք իրենցն են համարում, ու այս պայմաններում մի խնդիր կա։ Առաջինը, եթե վերադառնանք 90-ականներ, նայեք Հայաստանի նման երկիր, որ զբաղեցրել է հարևան երկրի ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ այդ 7 շրջանները, ու այնտեղ ինչ ասես արել է, ու ադրբեջանցիները հիմա այս նաև մեր դեմ օգտագործում են, ու մարսել է փաստացի, ու եթե 2020 թվականին օրինակ Հայաստանը պահպաներ այն շփման գիծը, որ կար առաջնագիծը, էլի նույնիսկ ինձ թվում է որոշ պետություններ կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախություն օրինակ, կամ ավելի կթույլատնեին, ավելի լայն sense հարաբերություններ կստեղծեին Հայաստանի հետ եւ այլն։ Հայաստանը դա մարսել է, մեզ մենք պետք է նույնպես հասկանանք, բայց դա ինչ է տվել երկարաժամկետ առումով կոնֆլիկտի պահպանում։ Եթե մենք ուզում ենք այդ երրորդ միջնորդին ու հիմնական հույսը դնում ենք այդ միջնորդի վրա, այն ակնկալիքով, որ մենք նոր պահանջներ ենք դնելու հարևանների առջև, պետք է հասկանանք, որ դա չի աշխատելու։ Գնայք, միջնորդի երկու ինստիտուտ կա, մեկը, որը գալիս է, խաղում է կոնֆլիկտի վրա եւ կողմից մեկի վրա է, մեկին պաշտպանում է, ընդդեմ է մյուսի եւ այսպես ասենք պարազիտանում է, հա, այս կոնֆլիկտի վրա իր շահերը դնելով, օգտագործելով մեկը մյուսի դեմ, զենք վաճառելով, որ սրանք իրար սպանեն, ինքն էլ շահի ազդեցությունը դնի եւ այլն, այսինքն մի դերակատար Ռուսաստանն է, այս ձևաչափը, մյուսը, որը իրապես ուզում է, որ խաղաղություն լինի, սա միջնորդի երկրորդ ինստիտուտն է, հա, մի քիչ չար
չարորակ եւ բարորակ միջնորդների ինստիտուտներ։ Այստեղ կա միջնորդի ու տենց օբյեկտիվ ինչ-որ տեսակետից, իսկ երկրորդը կա մեր հարևանների տեսակետը։ Նայեք, մենք մեզ համար կարող արդար լինի, որ իսկապես արդար է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը իրավունք ունենան վերադառնալ, վերականգնվեն ինչ-որ ինքնավարության ինստիտուտը, գուցե ավելի մեծ հավակնություններ եւ այլն, բայց մեր հարևանի տեսակետից դա կոնֆլիկտի սրացում է եւ հիմիկվա, ասենք, եթե 2021-22 թվականներին լիներ, մենք խոսեինք ինքնավարությունից Ադրբեջանի կազմում, իրենք դա գուցե ընդունեին, բայց հիմա դա մի այնպիսի ցենց անընդունելի առաջարկ է եւ կոնֆլիկտի միանգամից, այսպես ասած, հրդեհավտանգ իրավիճակի հասցնել։ Այսինքն պետք է հասկանանք, որ այդ ընկալումը միայն մեզանից եւ միջազգային հանրությունից չի կախված, մեր հարևաններից է նաեւ կախված։ Այնինչ մեզ համար կոնֆլիկտի շարունակում չի գուցե լավ լուծում է, իրենց համար կոնֆլիկտի շարունակում եւ անընդունելի դիրքորոշում։ Հետևաբար, եթե մենք այ հույսը դնում ենք դրա վրա, իրենք սա անցալելու են որպես կոնֆլիկտի շարունակում ու սա ենթադրելու է, որ իրենք շարունակելու են այդ կոնֆլիկտը ու կա մի խնդիր, երրորդ կողմերի շահերը եւ երրորդ կողմերի ներգրավվածությունը տարածաշրջանում իրենք փոփոխական են, որովհետեւ կախված են ներքին զարգացումներից, թե Ռուսաստանի, մենք գիտենք պատմության մեջ Ռուսաստանը մի քանի անգամ լայնացել, նահանջել ու մեզ համար ինչ հետևանքներ է դա ունեցել, հետո էլի վերադարձել ժամանակ իր Ֆրանսիան է արել, անգլիացիներն են Կարսում Նախիջևանում եղել, Լոռիում եղել, հա, գերմանական բանակն է Լոռիում եղել եւ նույնիսկ կռվել թուրքական բանակի դեմ, տենց դրվագներ կան մեր պատմությունում, բայց ուր են, որովհետեւ մենք պերիֆերիա, այսինքն մենք ինչ որ հեռու դեռ տարածաշրջան ենք բոլոր այդ երկրների համար, իրենց շահերը այստեղ փոփոխական են, որոշ ժամանակ համընկնելով գուցե մեզ դա օգուտ բերի, բայց դրանից հետո մենք մնալու ենք մեր էլի հարևանների հետ, որոնք թշնամացած են լինելու մեր նկատմամբ։ Եվ որոնք հիշում են, որ իրենց դեմ երրորդ ուժեր ենք բերել։ Այո, ու որոնց շահերը ավելի կայուն են տարածաշրջանում, հա։ Ինչքան էլ Ադրբեջանը վատ պետություն լինի եւ այն ինչ կատարեց Լեռնային Ղարաբաղում դա փաստացի էթնիկ զտում էր եւ կարելի է ֆաշիստական ինչ որ գործողություն բնութագրել, աշխարհում չկա պետություն, որ ունենա ինչ որ տարածքային խնդիր, որ ինչ որ անջատողական շարժում եւ շատ բարի կամքով ասի լավ անջատվեք։ Նույնիսկ Կանադայում Քվեբեկի խնդիրը, նույնիսկ Բասկերի երկրի խնդիրը, նույնիսկ Կորսիկացիների խնդիրը Ֆրանսիայում այդքան զարգացած երկրներում ոչ մի պետություն պատրաստ չի զիջել իր տարածքի մի մասը բարի կամքով, հա, ու նույնիսկ ոչ բարի կամքով, այսինքն պատերազմում են նույն ժամանակակից պայմաններում Ադրբեջանը իհարկե ամենալավ օրինակներից չէր, ամենաժողովրդավարական մարդու իրավունքների տեսակետից ինքը իրականացրեց այն, ինչ որ կարելի է բնորոշ է հենց այդ տիպի երկրներին, ավտորիտար մարդու իրավունքների մասին չենք խոսում, ազգայնականությունը եւ ավելի նույնիսկ ռադիկալ գաղափարախոսությունները լեգիտիմ են եւ հայերը թշնամի են եւ հետեւաբար ինքը այդ հարցը իր տեսակետից լուծեց, հա, ու Ադրբեջանի, Թուրքիայի շահերը այս առումով շատ ավելի կայուն են, իրենք շատ ավելի ռադիկալ քայլերի են պատրաստ գնալու իրենց շահերը պաշտպանելու համար, քան միջազգային, քան երրորդ կողմի միջնորդությունը իշա Հայաստան։ Այդ ռադիկալիզմին ինչ կարող է հայկական կողմը հակադրել, հա, շատ հաճախ այս ներքաղաքական դիսկուրսում երևում է այս բանավեճը, որ ասենք հպարտ կեցվածքով գնա բանակցի, ոչ թե ծնկի եւ այսպես կռացած մի ծնկի, հա, այսինքն երբեմն նաեւ ասում են, որ Ալիևը այնտեղից հայհոյում է, դու էլ հայհոյիր, հա, Հայաստանի իշխանությունները չեն հայհոյում եւ այսպես ցածր ձայնով են խոսում եւ դա պարտվողականություն, թուլամորթություն է։ Այդ դուք ինչպես եք բնորոշում, ընկալվում, ինչպես է ձեր բնորոշումը այս հարցում, այդ դրան իրապես ավտորիտար, իրապես ագրեսիվ, իրապես պատերազմին հակված, իրապես մարդու իրավունքների խախտումներին հակված պետություն է Ադրբեջանը այսօր նաև մեր կոնտեքստում, հա, այն մեր հակաթույն է այստեղ, որը կարող է։ Գիտեք, mēs այս բանով արդեն անցել ենք մենք, եւ որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունները դիտարկվում որպես ոչ այդքան արժանապատիվ, ինքը ասում էր ես պատրաստ չեմ զոհաբերել զինվորների կյանքը 800 հեկտարի անպիտան հողի համար եւ այլն եւ քննադատության էր արժանում։ Ձվեր են նետում դաշնակցականները հայ-թուրքական բանի համար։ Ամեն դիվերսիայից հետո ես շատ լավ եմ հիշում այն խոսակցությունները, որ սկսում էին ու Facebook-ում են պայթյունները, որ ինչու չեն մերոնք շատ կոշտ պատասխանում, Բաքուն հավասարացնում գետնի հետ եւ այլն եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ այդ քաղաքականության եւ այդ ակնկալիքների զոհը դարձավ, որովհետեւ ինքը նույնպես ընկալում էր, որ Սերժ Սարգսյանը թույլ առաջնորդ է, որ Սերժ Սարգսյանը
չափից շատ զգուշավոր է եւ այլն եւ մենք հիշում ենք գնեք որ ընդհատում եմ Սասնա ծռերի այդ հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր Տեր-Պետրոսյանի եւ Սարգսյանին Արցախը կամ Արցախի տարածքները հանձնելու մեջ, այսինքն ուլտրադաշնակցական էր Փաշինյանը։ Այո, ինքը այդ քանի որ դե իրան մեղադրում են որ եկել է նաեւ տարածքները հանձնելու, ինքը ընկավ այդ բանի հետևից ու մենք հիշում ենք նաեւ պաշտպանության նախարարի հայտարարությունները, որ նոր պատերազմ, նոր տարածքներ, Արայք Հարությունյանը պատերազմ եք ուզում, պատերազմ կստանաք եւ այլն, այսինքն փորձեցին որ մարքեթինգային ինչ որ քայլերով, այսինքն եւ որ դու չունես ինչ որ ուժ, բայց կարող ես այդ հայտարարությունների կամ փաթեթավորման միջոցով ֆոն ստեղծել։ Իհարկե դու կարող ես կարճ ժամանակով ինչ որ ֆոն ստեղծել, կարճ ժամանակով ինչ որ արդյունքներ հասնել, բայց պետք է հասկանալ, որ սա մի խաղ է, որտեղ, ասենք, դու ցույց ես տալի, որ չգիտեմ, հակնված ես ինչ որ շորեր կամ ցենց շատ լավ ներկայանալի տեսք ունես, բայց հակառակորդը քեզ մերկ է տեսնում արդեն, որովհետև ինքը այդ գործիքները ոչ միայն այդ խոսելն է, ոչ միայն առաջնորդների այդ զրույցներն են, այլ նաև հետախուզությունն է, որ Հայաստանի ամբողջ տարածքն են դիտարկում, գիտեն ինչ զենք ես որտեղից ստանում, ինչ ծավալներ, իրենք ինչ հնարավորություններ ունեն առայժմ դեռ քո դեմ եւ դու ինչ հնարավորություններ ունես եւ հետեւաբար այնտեղ խոսում են ոչ թե Նիկոլ Փաշինյանը ու Իլհամ Ալիևը, հա, գուցե Հեյդարն էլ է մասնակցում 10 տարի հետո կլինի, չէ, հաջորդը Ալիևի որդին, այո, կրծերը, եթե գա իշխանության։ Կարող է Համլետի հոր ստվերը, չէ, ոնց որ ինքը նաեւ ներկա է իհարկե Ադրբեջանի քաղաքականությունում։ Այդտեղ նաեւ կա շատ կարևոր որ բանակցում են պետությունները եւ այդ պետությունների հետեւ ինչ է կանգնած հասկանում են եւ Նիկոլ Փաշինյանը բավականին ցավալի եւ ցավոտ փորձից հետո եւ Իլհամ Ալիևը իր համար ավելի դրական եւ անսպասելի նաեւ փորձից հետո, հա, որովհետեւ այս արդյունքները նաեւ ինքը հավանաբար չէր ակնկալում եւ սա է պատճառներից մեկը, որ այսքան դողում է այս արդյունքների վրա, որովհետեւ մտածում է որ կարող է ինչ-որ ձևով կորցնել այնինչ ինքը ինչով ինքը մնալու է Ադրբեջանի պատմության մեջ ու այս վարչակազմը ավտորիտար որ բավականին խայտարակ երևույթ է, ինքը գուցե պատմության մեջ հաղթահարի եւ մնա որպես ազգի փրկիչ, ազատարար եւ այլն, հա, ու իր հաշվարկը սրա։ Եվ հետեւաբար իմ կարծիքով այսօրվա լեզուն ըստ ձեզ հայկական կողմի ո՞րը պետք է լինի ագրեսիվ հարևանների հետ ըստ էության։ Իմ կարծիքով հայկական կողմը պետք է հստակ նշի իր սահմանները ու հայկական կողմը սա նշել է, այսինքն դա տարածքային ամբողջականություն, սուվերենության սկզբունք, միմյանց նկատմամբ ինչ որ տարածքային պահանջների բացակայություն եւ այլն ու հետեւողական նույն թեզերը կրկնի մշտապես, հա, ոչ թե փոխի, ասենք, ըստ կոնյունկտուրայի, բայց նաեւ հակառակ կողմը հասկանա, որ սրանք ընդունելի սկզբունքներ են, որ սրանք իսկապես Հայաստանի դիրքորոշումն են եւ ինչ որ դիվանագիտական խաղեր չեն, որովհետեւ իրենք ընկալում այդ ունեն ու նայեք հիմա խոսում են որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը ակտիվացավ, ինքը ակտիվացավ զուգահեռ այն ֆոնին եւ որ ընտրվեց Արցախի խորհրդարանի նոր նախագահը, միանգամից այդ գործընթացները զուգահեռ գնացին ու հստակորեն իրենք այդ նաեւ մինչեւ հիմա դիտարկում են որ Հայաստանը այս խաղակարտը նույնպես պահում է եւ չեն հավատում որ սա Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը չի։ Որովհետեւ մենք սա մոռանում ենք որ 30 տարի Ադրբեջանը եղել է մոտավոր այն իրավիճակում որում գտնվում է Հայաստանը, այսինքն նույնիսկ ավելի վատ որովհետեւ իրենք 7 շրջան են կորցրել, ունեցել են 100,000-ավոր փախստականներ այդ տարածքից եւ նաեւ միջազգային հանրությունը իրենց փորձել է համոզել որ հարմարվեն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի առնվազն կորստի հետ, հա, Ալիևը սա միշտ հիշում եք, ասում է մեզ էս էին ասում են, բայց մենք ապացուցեցինք որ այդպես չի։ Եվ հետեւաբար պետք է հասկանալ որ դա է պատճառներից մեկը որ մեր հակառակ երկիրը շատ սենց կասկածամիտ է, որ իրանք մինչև հիմա չեն հավատում Հայաստանին, որ իրենք սա համարում են ինչ որ դիվանագիտական խաղեր ու նաև դանդաղ են այս խաղաղության գործընթացի մեջ։ Ու ես համարում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ճիշտը հենց այդ ամրապնդելով իր դիրքերը նաև միջազգային տարբեր հարթակներում ուժեղացնելով ներքին, ասենք, նույն կարողությունները դիմադրողականության եւ այլն, բայց շատ անկեղծ իսկապես Հայաստանի մտադրությունը պետք է լինի խաղաղությունը, պետք է նա նույն թեզերը կրկնի իր հարևանների հետ, տարբեր լուծումներ առաջարկի իրատեսական, որոնք կիրառելի են եւ այս պատմական փուլում ընդհանրապես իմ կարծիքով նաեւ հետագայում իհարկե ես գիտեմ մարդիկ որ ասում են
հիմա այս մարտավարությունը որդեգրենք, բայց 50 տարի հետո թող մեր ժառանգները արդեն վերադարձնեն Արցախը, վերադարձնեն Մուշը, Կարսը, չգիտեմ, այլ տարածքները, ես համարում եմ, որ սա էլի այդ մտքում միշտ այդ պահելով մենք գալու ենք նույն արդյունքների կամ ավելի վատ արդյունքների ու սա ուղղակի պետք է ինչ-որ փուլից հասկանալ, որ իսկապես Հայաստանը սա է, որ մենք պետք է իսկապես անկեղծ լինենք մեր հարևանների հետ, որովհետև ցանկացած այդ խաղերը իրենք իսկապես դիտարկելի են եւ այնպես չէ՞ որ մենք կարող ենք ինչ-որ sense բարդ կոմբինացիաներով խաբել թե մեզ թե իրենց ու հասկանանք, որ իսկապես այդ խաղաղությունը նաև մեզ է օգտավետ լինելու, գտնենք պատճառներ, ինչու է օգտավետ լինելու հակառակ կողմին, բայց իմ պատկերացմամբ սա պետք է շատ անկեղծ, շատ հստակ ու մյուս կողմից այդ ձեր ասած, իմ ասած այդ բանը, որ ուժեղացնել պետությունը ու մենք տեսնում ենք, որ խնդիրներ կան, հա, հիմա այս նույն զորակոնչի հետ կապած տարիքի բարձրացումը, նույն այս բանավեճերը, որ հիմա գնում են նաև այս թեմայով կապված են դրա հետ, որ Հայաստանը մարդկային ռեսուրսի լրջագույն խնդիր ունի, որ հերիք չի ու գնում է այնպիսի քայլերի, որ ինչ որ ձևով համալրի այդ պակսորտը, հա, բայց մեր հարևանները օրինակ այդ խնդիրը առայժմ չունեն եւ մոտ ապագայում չեն ունենալու եւ շատ ավելի քիչ ռեսուրսներ օգտագործելով կարելի է ավելի բարձր ինտենսիվության հակամարտություն վարել չզգալով իրենց վրա այնպես, ինչպես մենք ենք դա զգալու մեր վրա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Սամվել Մելիքսեթյան։